Մարդը միայն հացով չի ապրում, այլ Աստծո խոսքով։ Այս խոսքերի մեջ մեր Տերը կարծես ուզում է ասել հացը մարմնի կերակուրն է, Աստծո խոսքը հոգու կերակուրն եւ կարծես մարդու հոգին միտքը միշտ փափագում են Աստծո խոսքին, կարոտ ու քաղց ու ծարավն ունեն Աստծո խոսքի եւ երբ մենք Սուրբ Գիրք ենք ընթերցում, նմանվում ենք ցամաքած հողի։ Ցամաքած ճաքճքած հողի վրա ջուր ես լցնում, մեկ էլ սկսում են ճաքերը լցվել, կենթանանալ, բուսականություն է դուրս գալիս, ճիշտ չէ, այդպես էլ մեր հոգին սով ունի, քաղց ունի, ինչպես Մարգարեն ասում, ես ձեզ տալու եմ ոչ թե հացի սով, այլ Աստծո խոսքը լսելու սով։ Աստծո խոսքը լսելու քաղց ու ծարավ կա մեր մեջ, և մենք պապակում ենք, չորանում ենք առանց Աստծո խոսքի, և երբ ընթերցում ենք անմիջապես Սուրբ Գրքի խոսքերը մտնում են մեր